Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր գրոհը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, նորից թիրախավորելով ամենայն հայոց կաթողիկոսին, եւ դա այն պարագայում, որ տարածաշրջանում ինտենսիվ պատերազմ է ընթանում, Նիկոլ Փաշինյանի կողմից հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող գրոհների համատեքստում, հայ հասարակական քաղաքական շրջանակներում շատ է խոսվում դրա անթույլատրելիության մասին եւ նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խախտում է սահմանադրությունը։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։ Բարև տիկին Մելոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Որ կետերն է խախտում Փաշինյանը սահմանադրության, թիրախավորելով հայ առաքելական եկեղեցուն եւ ինչու։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, մենք ցավոք սրտի հանգրվանեցինք արդեն այն հերթական կարմիր շրջանցած կետին, որով մեր երկրի գործադիր իշխանության ղեկավարը արդեն թիրախավորում է եւս մեկ հայ ազգի, հայ պետականության համար անկյունաքարային դեր ունեցող ինստիտուտի։ Այս անգամ թիրախում գտնվում է հայ առաքելական եկեղեցին։ Հիմա անդրադառնանք անթույլատրելիության իրավական եւ սահմանադրական կոմպոնենտներին, բաղադրիչներին։ Նախ առաջին հերթին մեր երկրում 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների շատ դրական արձանագրում էր այն, որ սահմանադրության մեջ ուղղակիորեն ամրագրվեց օրինականության սկզբունքը։ Ինչ է ասում օրինականության սկզբունքը։ Հստակ արձանագրվում է, որ մեր երկրում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, տեղական ինքնակառավարման մարմինները, ընդհանրապես պաշտոնյաները, ի տարբերություն մեզ քաղաքացիներից, ովքեր կարող են անել այն ամենը, ինչ օրենքը մեզ չի արգելում, իրենք պարտավորված են կատարելու միայն այնպիսի գործողություններ, ինչ իրենց լիազորել է սահմանադրությունը եւ օրենքը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որպես մեր երկրում գործադիր իշխանության ղեկավար վարչապետ, ունի հստակ սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն տրված լիազորությունների, գործառույթների եւ պարտականությունների շրջանակ։ Եվ դրանց մեջ որևէ կերպով չի տեղավորվում հայ առաքելական եկեղեցու ներքին գործերի միջամտությունը։ Այսինքն ուղղակիորեն հետևություն ենք անում, որ Նիկոլ Փաշինյանը հակասահմանադրական գործելաոճ է որդեգրել որպես վարչապետ եւ իր այս գործողությունները, որոնք չեն բխում մեր սահմանադրությունից եւ օրենքներից, հակասում են սահմանադրությանը եւ տեղավորվում են քրեական օրենսգրքի շրջանակներում։ Այսպես, մեր սահմանադրությունը բացի նրանից, որ չի տվել որևէ լիազորություն վարչապետին միջամտելու հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին, միևնույն ժամանակ առանձին հոդված է նվիրել ընդգծելով հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը մեր պետության եւ ազգի կյանքում եւ ընդ որում նախանշել է այն 3 հիմնական ուղղությունները ու կոմպոնենտները, որոնք եկեղեցին կրում է։ Դրանք են հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը մեր հոգևոր կյանքում, մեր մշակույթի զարգացման եւ մեր ինքնության պահպանման գործում։ Հասկանում ենք, չէ, որ սրանք հենասյուն են եւ այո, սրանք մեր որպես ազգի ինքնության պահպանման եւ հարատևման գրավականներն են եւ պատահական չէ, որ պետությունն ու սահմանադիրը ժամանակին որոշել են ընդգծեն ու սահմանադրության ամենաբարձր մակարդակով մեր իրավահամակարգի նախանշեն ու սահմանեն եկեղեցու բացառիկ դերը։ Դա նախապայմանավորված է հենց մեր պատմությամբ եւ հենց եկեղեցու բացառիկ դերով մի շարք պատմական ընթացքներում մեր պետության եւ ազգի ճակատագրական պահերին։ Հիմա ինչու է թիրախավորվում եկեղեցին։ Այստեղից մենք ուղիղ կարող ենք հետևություն անել, որ արդեն սահմանադիրը մեզ տալիս է պատկերացում, թե ինչպիսի դեր, ինչպիսի առաքելություն ունի եկեղեցին մեր պետության եւ ազգի ճակատագրում, եւ բնականաբար թիրախավորումը եկեղեցուն այս 3 հիմնական նախանշանների, սկզբունքների, առանցքների թիրախավորումն է, այսինքն թիրախը ոչ թե կոնկրետ մեկ հոգևորականն է, վեհափառ հոր տեսքով
Թիրախը բնականաբար ողջ ինստիտուտի հեղինակազրկումն է, որն իր հերթին ունի առաքելություն մեր ինքնության պահպանումը։ Սրան զուգահեռ նաև նույն 2005 թվականի սահմանադրությամբ ուղղակիորեն սահմանված դրույթ կար, որ եկեղեցին ու պետությունը անջատ է։ Արդեն 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների տրամաբանությունից, որը խնդիր ուներ բեռնաթափելու սահմանադրությունը, որովհետև սահմանադրությունը մայր փաստաթուղթ է եւ նպատակ կար մնացած մասնավոր դրույթները արդեն օրենքների կարգավորման առարկա դարձնել, դրանից բխելով մենք ունենք համանուն օրենք պետության եւ եկեղեցու փոխհարաբերությունները կարգավորող եւ այս օրենքում հստակ սահմանված է, որ պետությունը իրավունք չունի միջամտելու, սահմանափակված է միջամտելու հայ առաքելյաց եկեղեցու ներհարաբերություններին։ Այսինքն հստակ այդ նորմն է գործում։ Ու կրկին վերադառնում ենք այն իրավիճակին ու իրողությանը, որին առերեսում ենք, վարչապետի դեմքով եւ գլխավորությամբ իրենց իշխող թևի ներկայացուցիչները իրենց ոչ միայն նեղ միջամտություն են թույլ տալիս, իրենց հակաիրավական արարքը նաև բարոյականության եւ նորմատիվի հանրային նորմատիվի բոլոր թույլատրելի ողջամտությանը մոտ սահմանները սահմանազանցած ձևով են իրենց հարիր պոպուլիզմով իրենց հարիր շրիշակի մակարդակի խոսույթով մատուցում են հանրությանը կրկին երբ փեղկելու մեր հանրությանը երբ բևեռելու մասնատելու ըստ էության հայտնի ասույթին անդրադառնանք բաժանիր որ տիրես եւ ըստ էության էլի հիմնական մտքին վերադառնանք ունենալով թիրախ հերթական հենասյունային եւ հիմնակարային ինստիտուտը որովհետեւ ինչպես վարչապետը շրջանցում է իր իրավունքներն ու պարտականությունները միջամտելով առաքելյաց եկեղեցու ներ եկեղեցական հարաբերություններին ակնհայտ թիրախ ունենալով ողջ ինստիտուտը հայ առաքելական եկեղեցին այնպես էլ ինքը ժամանակին սկսած 18 թվից միջամտեց օրենսդիր մարմնի գործերին միջամտեց դատական իշխանության գործերին դրանք հստակա կոչերով հանդես եկան շրջափակելու որոնք կրկին հակաիրավական ու հակասահմանադրական գործողություններ արարքներ են ունենալով հստակ հետևություններ ուղղակի այստեղ շատ քաղաքացիներ պնդում են, որ մեր սահմանադրությունը թերի է եւ նման ճգնաժամային իրավիճակին լուծում չի տալի։ Մինչդեռ լուծումը հստակ կա, երբ պաշտոնյան իրեն թույլ է տալիս հակաիրավական գործողություններ, որոնք դուրս են օրենքի ու սահմանադրության առարկայից եւ խախտում են օրենքի ու սահմանադրության հստակ դրույթը Դրանք ունեն հետևանքներ, այդ հետևանքները պատասխանատվության տեսքով սահմանված են արդեն քրեական օրենսգրքի շրջանակներում եւ երբ պաշտոնյան խախտում է օրինակ դատարանները շրջափակելու կոչ անելով, դրան արդեն պետք է կոչ գնահատական ու հետևանք առաջացնեն իրավապահ մարմինները գործառույցելով ու համապատասխան ձևով արդեն ըստ ընթացակարգի կասեցնելով կամ դադարեցնելով տվյալ պաշտոնյայի լիազորությունները։ Այստեղ մենք գտնվում ենք ճգնաժամային իրավիճակում, որովհետև արդեն իրավապահ մարմինը, երբ գնդակը գտնվում է իր դաշտում, չի կատարում օրենքով իրեն վերապահված լիազորությունն ու գործառույթը։ Ընդհակառակը իրավապահ մարմինները ենթարկվում են Փաշինյանի Facebook-յան ստատուսներում հնչած հրամաններին, ինչպես օրինակ Սամվել Կարապետյանի պարագայում, երբ որ Սամվել Կարապետյանը ընդամենը 1-2 նախադասություն արտահայտեց ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու եւ դրան հետևեց Փաշինյանի հիստերիկ գրառումը եւ իրավապահների ակնհայտ ապօրինի գործողությունները։ Հիմա Կարապետյանը նշեց, որ իրենց ձևերով կպաշտպանեն եկեղեցին։ Իրավապահ մարմինները դրա տակ տեսան սահմանադրական կարգի տապալման փորձ եւ այլն, արդյոք դա աբսուրդ չէ։ Վերջին օրերին Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը ուղղակիորեն ողջ մեր վերջին տարիների հավաքական նկարագիրներ, թե ինչ է տեղի ունենում իրավապահ համակարգում
ընդհանրապես մարդկանց նկատմամբ, ովքեր համարձակվել են իրենց քաղաքական իրավունքները իրացնել եւ իրենց քաղաքական հայացքները, որոնք չեն համընկնում իշխանության քիմքին, բարձրաձայնել։ Շատ ցավալի է իհարկե, որ Սամվել Կարապետյանի մակարդակի բարերարը եւ աշխարհի մակարդակով, այդպիսի մասշտաբային հայը, ով իր թե ուղակի ներդրումն է ունեցել մեր Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կյանքում մի շարք մարդկանց եւ մի շարք ինստիտուտներ բարեփոխելով մարդկանց կյանքերում իր նպաստը ունենալով դրական, այլև հենց իր ազդեցությամբ, կապերով, լծակներով մեր հայկական համայնքի պետության ազգի համար ուղղակիորեն ուղենիշ է եղել հենց նույն թեկուզ լոբինգային միջհարաբերություններում։ Առավել եւս այն իրավիճակում, երբ մենք ունենք թշնամի պետություններ, ովքեր գիտենք, ինչպիսի ահռելի ներուժ են ներդնում Հայաստանի Հանրապետության դեմ պայքարում, առավել եւս, երբ կար օրակարգում Արցախյան հարցը։ Հիմա այսօրվա դրությամբ երկու ամենաազդեցիկ հայերից, ովքեր ըստ էության բացառապես դրսում չեն ծնվել եւ դրսում իրենց գործունեությունը չեն ծավալել, այլ Հայաստանի հետ ուղղակի կապ են պահպանել, նրանցից մեկը անազատության մեջ է գտնվում Բաքվում եւ երկրորդը արդեն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետությունում։ Ես շատ եմ ցավում, որ Սամվել Կարապետյանը ինքն իր մաշկի վրա զգաց մեր հակաիրավական գործընթացների, մեր կաղացող արդարադատությունը, ինչի մասին ինքը եւս հայտարարություն էր շատ գեղեցիկ տարածել, նկարագրելով մեր արդարադատության շատ նվաստ կարգավիճակը, իհարկե բոլորին նկարագրելով իրենց այդ ըստ իրավիճակի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին եւ անգամ դատական իշխանության ներկայացուցիչին դատավորին, ով ըստ էության սահմանադրությամբ մեծ առաքելություն ունի։ Այո, դատավորը դա կոչում է, դատավորը դա պատիվ արժանապատվություն է, դատավորը դա մեր դատական իշխանության ներկայացուցչության բարձր հովանին է եւ դատավորն է իր որոշումներով պետք է գիտակցի, ու իրենք տալիս են երթում, իրենք պատրաստվում են, իրենք պետք է ունենան այդ գիտակցումը, ու պատահական չէ, որ օրենսդիրը ասում է, դատավորը օրենքի եւ իր խղճի հիման վրա է որոշումներ կայացնում։ Եվ ես շատ եմ ցավում, որ դատավորի խղճի վրա այլ մարմիններ են ազդեցություն կարողանում ունենալ, ու այս պարագայում այս մարդը ականատես եղավ, այդ չակերտավոր խղճի սուբյեկտիվ դրսևորմանը այլ ազդեցությունների ներքո։ Ինչը շատ ցավալի, որովհետև Սամվել Կարապետյանի դեպքը այդ հակաարդարադատության ցցուն օրինակներ։ Անգամ իրենք չխորշեցին գոնե ձևական ֆորմալ առումով ընթացակարգի փաստական հանգամանքների հավաքագրման ինչ որ ժամկետ սահմանեին ու ապահովեին։ Ինչ տեղի ունեցավ։ Հայ առաքելական եկեղեցուն ուղված աջակցող խոսք վարքյաններ տևող ասեց, այո, հենց մեր ձևերով միջամտելը, որը բնավ ցանկացած անաչառ դիտորդի համար որևէ վտանգ կամ քրեական օրենսգրքի առավել եւս դրույթների ոտնահարում չէր կարող նախատեսել։ Դրանից ժամեր անց վարչապետը շատ բուռն արձագանքով քանի որ Facebook-հապետության շրջանակներում ենք ապրում, Facebook-յան գրառում կատարեց առայն, որ իրենք կապը կպասիվացնեն ակտիվացած գործարարներին, դրանից ժամեր անց փորձեցին ձերբակալել Սամվել Կարապետյան եւ դրանից էլ ժամեր անց Սամվել Կարապետյանը կալանավորվեց։ Այսինքն ցանկացած քրեական հանցակազմ, քրեական օրենսգրքի խախտում, քրեական արարք պետք է դրա հիմքում ունենա այդ հանցակազմը իր բոլոր 4 տարերով։ Օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ, այսինքն պետք է լինի արարք, պետք է լինի դիտավորություն, պետք է լինի մտադրություն եւ այդ ամբողջը եւ պետք է լինի առարկան։ Այնպիսի տպավորություն է, կարծես այդ իրավապահ մարմինների ներկայացուցիչները հրահանգավորված թերթել են քրեական օրենսգիրքը, այնտեղ տեսել են, որ ծովահենությունը կամ էկոցիդը այդքան էլ չեն համապատասխանում, քիչ թե շատ
շատ այդ իշխանության զավթում սահմանադրական կարգի տապալում 422-րդ հոդվածն են հարմարեցրել ու դրա հիման վրա այս ծայրաստիճան հակաիրավական ու քաղաքականացված հետապնդումը հարուցել։ Հիմա Սամվել Կարապետյանը հերթական, դասական, քաղաքական բանտարկյալն է Հայաստանի Հանրապետությունում։ Արդյոք նաև խղճի բանտարկյալ չէ։ Իհարկե, նաև խղճի բանտարկյալ է, որովհետև ուղղակիորեն նրա անազատությունը հետևանք հանդիսացավ, այո, իր խղճով դրսևորված իր խոսքի ազատության իրացման արդյունքում։ Եվ կրկին ընդգծում եմ, կրոնական ազատության նաև։ Խղճի դավանանքի ազատության հիմնարար իրավունքն է, կոնվենցիոնալ իրավունք, մարդու իրավունքների եվրոպական դատարանում շատ հարուստ նախադեպերով պաշտպանված իրավունք եւ բնականաբար այս ամենը ատյաններով անցնելու է եւ հենց նույն մարդու իրավունքների եվրոպական դատարանում ստանալու է իր գնահատականը, որովհետև կրկին ընդգծում եմ, այս պարագայում իշխանությունը անգամ չխորշեց որոշակի ֆորմալ ձևական առումով իրեն կաշկանդել, իրավական գործընթացներով։ Այնքան բոբիկ են իրենք դատարան գնում, որ հենց մարդու առաջին ուղերձը հանրությանը այդ բոբիկության, այդ խեղճ վիճակի մասին էր իրավապահ մարմինները, որովհետև ակնհայտ է, այսպիսի փաստական հանգամանքներով որոնք չկան, ինչ պետք է խոսա օրինակ մեղադրող կողմը, ինչպիսի որոշում պետք է կայացնի դատարանը, բնականաբար ծայրաստիճան անհիմն ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թվականի 1900-րդ բանաձևով հստակ տվել էր քաղաքական բանտարկյալ հասկացությունը ու տվել էր քաղաքական բանտարկյալ հասկացությունը մի քանի կոմպոնենտներով։ Հիմա Սամվել Կարապետյանը այդ բոլոր կոմպոնենտներին բաղադրիչներին համապատասխանում է ու կրկին ընդգծում եմ նա առաջին քաղբանտարկյալը չէ, որ բոլոր կոմպոնենտներին համապատասխանում է եւ ցավոք սրտի առաջին դեպքը չի, երբ բացառապես քաղաքական հայացքով պայմանավորված մեր երկրում ամենածայրաստիճան ծանր խափանման միջոցը կալանքի տեսքով կիրառվում է մարդու նկատմամբ որպես պատժիչ գործիքակազմ։ Կարապետյանի նկատմամբ մենք տեսնում ենք, որ բռնաճնշումները բազմաշերտ են, այսպես ասած, այդ իշխող ուժը գործի է դրել ողջ այդ մամլիչ մեքենան, ընդ որում նաև տնտեսական ուղղությամբ։ Մենք տեսնում ենք, որ հստակ քայլեր են կատարվում իշխանությունների բառերով ասած, պետականացնել հեծը, թիրախում է նաև Տաշիր գրուպը հենց, մենք տեղեկություն ենք ստանում, որ բազմաթիվ մասնաճյուղեր, օրինակ Տաշիր պիցայի փակվում են իբրև թե սանիտարահիգիենիկ պայմաններին չհամապատասխանելու։ Կոնկրետ հեծի մասով տեսնում ենք կա գործընթաց, այսպես ասած պետականացման, դրա մասին ժամանակ առ ժամանակ խոսում է նույն Փաշինյանը, ինչ է սա, եթե ոչ ռեկետ։ Սա հենց ռեկետն է ու կրկին առաջանցակ, ես ինքս կուզեի այդ մասին ընդգծեի, տեսեք, Սամվել Կարապետյանի դեպքում ունենք իրավիճակ, երբ մարդու անձնական իրավունքների սահմանափակմանը զուգահեռ հակաիրավական եղանակով ուղղակիորեն սահմանափակվում են նաև նրա տնտեսական իրավունքները։ Մեր սահմանադրությունը, ինչպես իրավական ժողովրդավար պետության հիմնարար փաստաթուղթ, իր ամրագրած ունի երաշխիքներ մարդու իրավունքների, մարդու անձնական իրավունքների, մարդու տնտեսական իրավունքների։ Այո, ի տարբերություն մի շարք անձնական իրավունքների, ինչպես օրինակ կյանքի իրավունքն է եւ բացարձակ է, տնտեսական իրավունքները կարող են սահմանափակվել, բայց այդ սահմանափակումը հստակ դեպքերում է տեղի ունենում։ Օրինակ տեսեք, Սամվել Կարապետյանի դեպքում նա անձնական ազատությունից հակաիրավական եղանակով զրկվեց, նրա խղճի դավանանքի խոսքի ազատության հիմնարար իրավունքները ոտնահարվեցին, որովհետև քաղաքական հետապնդումը ուղղակիորեն հետևանք եղավ իր խոսքի ազատության, իր խղճի ու դավանանքի ազատության հիման վրա։ Եվ զուգահեռ նաև միանգամից իրազեկվեցինք իրեն պատկանող բիզնեսների հետապնդման, նույն Տաշիր պիցաների մասնաճյուղերի փակման տեսքով, եւ դրան էլ անմիջապես զուգահեռ
Մեր երկրի գործադիր իշխանության ղեկավարը ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարեց Սամվել Կարապետյանին պատկանող ՀԵՑ-ի, դա Հայ էլեկտրական ցանցեր բաժնետիրական ընկերությունն է, ազգայնացման գործընթացի մասին, հայտարարելով, որ իրենք ունեն օրենքի համանուն նախագիծ եւ կից փաթեթ, որը շուտով շրջանառության մեջ են դնելու։ Արդեն դա տեղի ունեցել նախորդ չորեքշաբթի օրը, արդեն 6 օր է անցել եւ այսօր 6-րդ օրը կրկին մեկնարկ տվեց հայտարարության տեսքով, որ իրենք շուտով օրենքով այդ process-ը ազգայնացման կյանքի կկոչեն։ Մեր երկրում օրենքների նախագծերը տեղակայվում են երկու պաշտոնական կայքեջերում, մեկը e-draft-ն է, մյուսը Parliament.am-ն է, եւ երկու կայքերում էլ մինչ այս պահը չկան, հա, այս 6-րդ օրն է վարչապետի երկրորդ անգամ հայտարարելուց հետո է նման նախագծեր։ Ինքս որպես սահմանադրագետ, որպես մարտով թե արդարադատության նախարարությունում, թե ազգային ժողովում հենց նախագծերի մշակման եւ փորձաքննության գործով է զբաղվել, ես շատ դժվար եմ պատկերացնում, թե օրենքին ու սահմանադրությանը տառին համահունչ ինչ բնույթի նախագիծ իրենք կարող են այս պահին արկա կարգավորումներին չխախտելով ու պահպանմամբ կազմել ու շրջանառել։ Ակնհայտ է, որ դա լինելու է ծայրաստիճան հակաիրավական նախագիծ, ակնհայտ է, որ դա լինելու է ծայրաստիճան քաղաքականացված նախագիծ, որովհետև մեր սահմանադրությունը, ինչպես նշեցի, այո, երաշխավորելով մարդու սեփականության իրավունքը, տալիս է այն սահմանափակելու հնարավորություններ։ Այդպիսի դեպքի օրինակ դատարանի որոշումը, դատական կարգով սեփականության իրավունքի սահմանափակումը։ Դիցուք վերցնենք իրավիճակ, երբ Սամվել Կարապետյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվում առ այն, որ նա փողերի լվացման գործով։ Եվ դրա շրջանակում իրեն պատկանող կազմակերպության բաժնետոմսերը, օրինակ ՀԵՑ-ի բաժնետոմսերը առգրավում է պետությունը։ Դա մի դեպքն է։ Եվ անհեթեթ օրինակը բերում եմ, հա, որը հեռու չի է սպասելիից։ Երկրորդ օրինակը ու դեպքը, որը սահմանադրությունը տալիս է, դա հանրային կարիքների համար սեփական պետության կողմից այսպես կոչված պետականացումն է սեփականության, բայց այստեղ էլ հստակ նախապայմաններ կա։ Այս դեպքում սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ։ Այսինքն պետությունը պետք է նախապես եւ համարժեք տվյալ գույքի փոխհատուցում տրամադրի մասնավորին, ասեմ ավելին, օրենքն էլ իր հերթին այդ գույքի համար պլյուս 15% ավել արժեք է նախատեսում։ Եվ դրանից հետո նոր այդ գույքը այսպես կոչված չակերտավոր ազգայնացվում է։ Այստեղ սահմանադրական ու օրենսդրական հարթությունը ներկայացրեցինք, հա, թե որ դեպքերում հնարավոր կլիներ ՀԵՑ-ը Փաշինյանի ասած ազգայնացնել իրավական եղանակով։ Բնականաբար ելի կընդգծեմ, այդ օրենսդրական նախագծերի տեսքով ազգայնացումը առանց մի փոքր անշնորհակալ գործ եմ կատարում, բայց կանխատեսելի է, որ առաջին հերթին արդեն քաղաքական սպեկտրում է գտնվում, երկրորդի վել հակաիրավական բնույթ է ունենալու։ Եվ ի վերջո գալիս ենք այլ բաղադրիչներ, այստեղ կա ֆինանսական բաղադրիչ, այստեղ կա տնտեսական բաղադրիչ եւ այստեղ էլի հերթական իրավական բաղադրիչը կա։ Պատահական չէ, հա, որ ՀԵՑ-ը մասնավոր տիրույթում է գտնվում։ ՀԵՑ-ը նախապատմություն գոյություն ունեն, մարդիկ կարող են հետ գնալ, հա, լրահոսով ուսումնասիրել, թե ինչպիսի ահռելի ներդրումների ֆինանսական գումարների մասին է խոսք գնացել, որ Սամվել Կարապետյանը կարողացել է իրեն թույլ տալ եւ վերակենդանացնել ՀԵՑ-ը, որպեսզի այն ծառայի մարդկանց մեծ քաղաքացիներից անկախ այդ թերություններից, հա, որոնք բոլորս է մեր առօրյայում լուսանջատումների տեսքով առերեսվում ենք եւ ինչի մասին լալահառաջ տեքստերով այս վերջին 3 օրերին ազգային ժողովի ամբիոններից իշխող ուժի ներկայացուցիչները խոսում են, ու սա ասեմ հերթական զավեշտն է, որովհետեւ իրենք եկան էլի ապացուցելու, որ իրենց ցանկացած խնդիրը քաղաքացու կարող է հուզել, հենց այդ խնդիրը քաղաքականացում է եւ սպառնալիք է դառնում իրենց իշխանության, այսինքն իրենք շատ լավ գիտեն, որ մարդկանց նեղություն են պատճառում լուսանջատումները, անգամ
պատգամավորներից մեկը խոսեց, թե ինչ վատ են օպերատորները հեծի աշխատում ու պարզվում է իրենք այդ քաջատեղյակության պայմաններում այդ մասին լռում էին, հանդուրժում էին, այնքան եւ ընդունելի էր այդ ամենը, քանի դեռ այս կազմակերպության ղեկավարությունը իրենց համար իրենց քաղաքական իշխանության պահպանման տեսանկյունից չսկսեց վտանգ ներկայացնել։ Հաջորդիվ կառավարչական խնդիրներ, հա, սա առաջի դեպքը չէ, երբ մասնավորը հետապնդվում է եւ մեր աչքի առաջ կան բազմաթիվ բնագավառներ։ Նախ այս կազմակերպությունը եւս պետք է տեսչական մարմինների կողմից ստուգման թիրախ լիներ օրենքի շրջանակներում եւ այդ խնդիրները պետք է վերհանված լինեին հենց օրենքի շրջանակներում ու ելի իրենց պարտավորվածության շրջանակներ մեր կոնկրետ պետական մարմինների դա գտնվում եւ երկրորդ այս կազմակերպությունը մենք ակնհայտ տեսել ենք, հա, որ անգամ իրենց առօրեական գործառույթն են տապալում։ Ինչպես է կարողանալու պետությունը ֆինանսական ծախսերը հոգալ, երբ մեր պետբյուջեն արդեն իսկ կրկնապատկված արտաքին պարտք է կուտակել իրենց օրոք ու իրենց ապիկար գործունեության շնորհիվ, երբ մի շարք բնագավառներ, որոնք իրենց տիրույթում են գտնվում, ըստ էության կառավարչական լուրջ հիմնախնդիրներ ունեն, եւ վերջապես ըստ պետական ռեգիստրի հեծը նաեւ ունի միջնորդ սեփականատեր կազմակերպություն կիպրական ծագմամբ, իսկ մեր պետությունը ունի bilateral investment treaty, դա երկկողմանի համաձայնագիրն է ներդրումների, որը Հայաստանի Հանրապետությունը մի շարք երկրների հետ կնքել է եւ որոնց առարկան ու նպատակն է իրենց ներդրողների շահերի պաշտպանությունը։ Եվ սա եւս մեկ երաշխիք է Կարապետյանների ընտանիքին եւ Սամվել Կարապետյանին, որովհետեւ եթե հակաիրավական եղանակով հիմա խլվի հեծը, այսպես կոչված ազգայնացվի, իր հիմնական անձնական իրավունքներին զուգահեռ նաեւ այս տնտեսական իրավունքների հակաիրավական սահմանափակումն է բողոքարկվելու միջազգային ատյաններում եւ պատկերացնում եք այն ահռելի բերը ֆինանսական տեսքով, որ մենք կրելու ենք պարտավորվելով փոխհատուցել այս վնասների դիմաց։ Սա առաջին հերթին իշխանության կողմից հերթական հարվածն է թե Հայաստանի Հանրապետությանը եւ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Վերջին օրերին մենք տեսնում ենք զանգվածային ձերբակալություններ ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ եւ մամուլում արկատեկությունների համաձայն ակտիվիստներին հրավիրում էին բաժիններ կամ տանում էին բաժիններ կանխարգելիչ զրույցներ ունենալու կամ ինչ-որ բացատրական աշխատանքներ տանելու համար։ Ինչի մասին էր տեության այդ ամենը ձեզ եւ արդյոք իրապահները իրավունք ունեն կանխարգելիչ այդպիսի միջոցառումներ իրականացնել կամ ինչպես իրենք էին նշում անձնական զրույցներ ունենալ։ Բնականաբար սա եւս երևի թե մեզ համար զարմանալի չէր եւ կրկին առաջին դեպքը չէր։ Ես սա որակում եմ ուղղակի որպես վախի ցուցադրություն, ոչ թե ուժի ցուցադրություն։ Բնականաբար իրենք երկրորդն են փորձել իրացնել։ Սա հանրության շրջանակներում սա երկակի ընկալում ունեցավ, ոմանք հանրային դաշտում թե վերլուծաբանները, թե քաղաքացիները պայմանավորում էին վարչապետի Թուրքիա այցով եւ ենթադրում էին, որ ինչ որ վտանգավոր ուղերձ է, հայտարարություն է հերթական, հա, երևի ստորագրված փաստաթուղթն է հրամցվելու եւ փորձում են ակտիվին հանրային հասարակության մեկուսացնել, որովհետեւ հենց ուժը այդ ակտիվն է, հա, ով արձագանքում է այդ հակաիրավական գործընթացներին, ինչը բնականաբար արդարացված էր նման մտավախությունը, որովհետեւ կրկին ընդգծենք, դա առաջին չէ, երկրորդ չէ, երրորդ չէ, հա, մենք երևի տասնյակի հասնող անգամներ նման իրավիճակի ենք առերեսվել, երբ մեր երկրի վարչապետը մեկնում է ինչ-որ հանդիպման եւ մեր պետության ազգի պարանոցին է փաթաթում հերթական հակաիրավական մեկուսացված հանրային մասնակցելիությունից ու հաշվետվողականությունից կտրված ինչ-որ փաստաթուղթը միջազգային պայմանագրի տեսքով, որովհետև կլինի դա հայտարարություն, կլինի դա հուշագիր, երբ մի քանի պետություն ստորագրում են ինչ-որ պարտավորվածություններ ստանձնելով, դրանք իրենց բնույթով եւ էությամբ միջազգային պայմանագրեր են։ Էլ չասենք այն մասին, որ այդ փաստաթղթերը պարտավոր են ներպետական վավերացման գործընթացների փուլով անցկացվել եւ նույն միջազգային
պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայով դրանք ըստ էության կարող են առոչինչ ճանաչել, հա, մեր պետության տրամաբանությամբ, որովհետև կոպիտ կերպով խախտել են այդ նույն ներպետական վավերացման process-ը։ Բարեբախտաբար այդ փաստաթուղթը չհրամցվեց, բայց միևնույն ժամանակ շատ վտանգավոր ուղերձներով երկու ստեկ, հա, թե թշնամի պետությունների ղեկավարների, թե մեր պետության ղեկավարի շուրթերից վտանգավոր ուղերձներն ու հայտարարությունները հղվեցին։ Եվ երկրորդ մտավախությունը նույն էլի եւ հանրային դաշտում արկա ենթադրությունը վարկածը այդ զանգվածային մարդկանց նկատմամբ հակաիրավական բռնությունների դա ուղղակի դասական բռնություն է, որովհետև իմ գնահատմամբ երբ օրենքի շրջանակների վերանցմամբ, հա, սուբյեկտիվ նպատակներով ոստիկանությունը, ոստիկանական զորքերը համանուն օրենքի հստակ կարգերը շրջանցելով մարդկանց բերման են ենթարկում, այսպես կոչված չակերտավոր թեկուզ զրույցի նպատակով, դրանով մարդկանց անձնական ազատության նկատմամբ բռնություն են իրացնում։ Եվ երկրորդ վարկածը, որպես պատճառաբանություն ենթադրելի, դա իշխանության ներկայացուցիչների խոսքով այն էր, որ նույն Սամվել Կարապետյանի քեյսի շրջանակում վարկած էր իրենց հասել եւ տեղեկատվություն, որ հավաքագրվում են հատուկ ուժայիններ եւ կրկին վախներ առ իրենց իշխանության պահպանում։ Երկու դեպքում էլ կրկին ընդգծում եմ, առանց հիմնավոր կասկածի, փաստական հանգամանքների, մարդկանց ազատության սահմանափակում անթույլատրելի է։ Իսկ մեր երկրում կրկին անգամ շեշտադրենք, որ մարդուն իր քաղաքական հայացքներով պայմանավորված հետապնդելը դարել է առօրեական գործընթաց եւ շատ ցավալի է, շատ ողջունելի է, որ արդեն ավելի զանգվածային մասշտաբով են մարդիկ արձագանքում, որովհետև եթե իրենց թվում է, այո, տեսեք, եթե անգամ մարդը իներտ է եւ չի միջամտում իր քաղաքական իրավունքները չի իրացնում, այսինքն հանրային իր գործունեությունը ավելի пассив կերպով է կրում կամ իներտ է մնում, երբ ինքը ականատես է լինում, թե ինչպես են այլ քաղաքացու իրավունքները այդպես հակաօրինական, անարդար կերպով սահմանափակում, դա սկսում է մարդկանց հուզել։ Եվ իրենք, եթե նպատակ ունեն ճնշելու մարդկանց, հակաստման էֆեկտ էլ է ի հայտ գալիս։ Շատ այլ մարդիկ, ովքեր process-ին որպես անաչառ դիտորդ են հետևում, իրենք սկսում են իրենց մասնակցելիությունը ավելի բարձրացնել, որովհետև ի վերջո մարդիկ սկսում են չհանդուրժել ամենաթողության այս աստիճանը։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Նմանապես։ Իմ հյուրն էր սահմանադրագետ Գոհար Մելոյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։